համար։ Շնորհակալություն, համեցեք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիս Համահայկական հասարակական դաշինքի գործունեության մեկնարկի առթիվ։ Մենք համարում ենք հասարակական վերահսկողությունը վերահսկողության ամենաարդյունավետ տեսակներից մեկը եւ հաճախ ապակենտրոն հասարակական վերահսկողությունները բավականին բարձր արդյունք են ապահովում։ Իսկ մի հատ էլ որ հասարակական վերահսկողությունը դարձնում են կենտրոնացված, այլևս դրա նման իրական վերահսկողություն գոյություն ունենալ չի կարող։ Պետական տարբեր վերահսկողական մարմիններ գոյություն ունեն, հաշվեկնիչ պալատ, կառավարության վերահսկողական ծառայություն, ազգային ժողովի իր հերթին կառավարության գործունեության վրա իրականացնում է վերահսկողություն, բայց դրանք երկար տարիների փորձը ցույց է տվել, որ անարդյունավետ են, կոռումպացված են, եթե ոչ, ապա պարունակում են այդպիսի ռիսկեր։ Իսկ հասարակական վերահսկողությունը չի կարող, որովհետև ներկայացնում է բացառապես հասարակության շահը։ Նախ մաղթում եմ, որ Համահայկական հասարակական դաշինքը հավակնի դառնալ այդ կամուրջը եւ հարթակը հասարակության եւ պետության միջեւ, որպեսզի հասարակության ձայնը եւ իրական վերահսկողությունը պահի բարձր դիրքերում։ Երկրորդ, խոսքերիս որպես հիմնավորում եւ ապացույց շատ փոքր դրվագով կիսում եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության հասարակական վերահսկողության հաջողությունը։ Հասարակությանը կենտրոնացնելով եւ մոբիլիզացնելով պայքար մղեց մի չարիք գործունեության դեմ կառավարության, որը ստիպված եղավ հասարակական ճնշման տակ հետ կանգնել օրինակ հայտարարագրման մտադրությունից։ Հայաստանը ԵՍՄ առաջարկներով տարբեր ոլորտների բարելավման հանդես եկավ կառավարությանը, ստիպեց հասարակական ճնշման, որպեսզի կատարի իրավական փոփոխություններ, կատարի բարեփոխումներ եւ այլն։ Հետևաբար ես լիահույս եմ, որ Համահայկական հասարակական դաշինքը լինելու է այն հարթակը, որը պարտադրելու է իշխանություններին եւ մասնակցելու է բոլոր իշխանությունների կառավարության կազման գործընթացներին։ Այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ աշխարհում փորձը ցույց է տրվել, որ պետություն կառավարելը հեշտ գործ չէ եւ անիմաստ է, ոչ թե անիմաստ է, այլ չի կարելի, անթույլատրելի է պետության կառավարում վստահել քաղաքական գործիչներին։ Պետության կառավարում պետք է վստահել բացառապես տեխնոկրատներին, իսկ տեխնոկրատների համար հավակնում է այս դաշինքը դառնալ դարբնոց։ Սեղանի շուրջ հավաքված են մտավորականներ, յուրաքանչյուրն իրենց ոլորտի հրաշալի մասնագետներ, փառահեղանցյալով, ովքեր կամ անձամբ կամ իրենց ուսանողների միջոցով կարող են մաս կազմել բոլոր ժամանակների կառավարությունների եւ վերջապես վերջ տանք կուսակցական թիմակից համակարգին կարևորագույն պետական բարձր պաշտոն վստահելուց։ Ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս եւ այս անգամ արդեն ոչ թե երազում ենք կամ նպատակադրում, այլ հստակ ժամկետ ենք սահմանում, որ հաջորդ կառավարության մեջ արդեն պետք է դաշինք ունենա մասնակցություն իշխանության ձևավորման եւ բարձրաստիճան պետական պաշտոնյաների նշանակման։ Շնորհակալություն։